Ողջույն, եթերում նժարի ուժը պոդքասթն է եւ այսօրվա իմ հյուրն է նժար սանդրական շարժման համահիմնադիր Արտաշես Էկոնոմովը, բարի վերադարձ Արտաշես ջան, եթեր։ Ես կարծում եմ մենք այսօր շատ հետաքրքիր բաների մասին ունենք խոսելու, որովհետեւ մանր-մունր դեպքեր իհարկե շատ են, չնայած դժվար է ինչ-որ դեպքերի մանր-մունր անել, որովհետեւ այդ բոլորը մի ամբողջական ծրագրի պրոյեկտի մասեր են կազմում, մենք փորձենք ավելի մեծ կտորներով խոսել։ Քանի որ մեր պրոյեկտը դուրս է գալու հեռարձակվելու է ապրիլի 24-ին, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի մեր վերաբերմունքը արտահայտել, իհարկե ցավակցական խոսքերը բոլորիս, որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանում չկա այդպիսի մարդ, ով չունենա հարազատ, ընտանիքի անդամ, նախնիներ, ովքեր ցեղասպանության զոհ են եղել, սա շատ կարևոր է հիշելու համար, ինչքան էլ որ փորձեն հիմա ջնջել մեր հիշողությունը, սա շատ կարևոր է, որովհետև սա միայն հարգանքի տուրք չի մեր նահատակներին, սա նաև պետք է հիշել, որ եկեղեցում 1,5 միլիոն հայերը նաև սրբադասված են, այսինքն սա նաև եկեղեցու գործողությունների նկատմամբ այսպես հարգանք է, սա մեր հիշողությունն է մի կողմից, մյուս կողմից էլ ցեղասպանությունը կանխարգելելու այլևս երբեք չցեղասպանվելու կարևորագույն էլեմենտներից մեկն է եւ ես ցավում եմ, որ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ կան մարդիկ, ովքեր համարում են, որ ցեղասպանությունը պետք է մոռացության մատնվի եւ չեն կարողանում ճշգրիտ մոդեցում ցուցաբերել, այս անշուշտ մենք չպիտի ապրենք բանով, հա, այդ զոհի գաղափարախոսությամբ, իհարկե մենք պիտի դուրս գանք այդ գաղափարախոսությունից, իհարկե դա մենք պիտի կապիտալիզացնենք, բայց այն ինչ որ կատարվում է հիմա, դա ճիշտ չի, դա նորմալ չի, դա բարոյական չի, դա հակակոնվենցիոն է, դա հակահայկական է, դա հակապետական է, մի խոսքով բոլորիս ծով ուժ ու համբերություն, ծանր ժամանակները ավարտվում են, մենք դուրս ենք գալու այս վիճակից, ժամկետներ չեմ կարող ասել, բայց մենք այս վիճակից դուրս ենք գալու եւ սա այլևս չի լինելու ամեն անգամ այսպեսի ցավով չենք ապրելու, ինչպես որ վիրավորված ու նվաստացած ենք զգում մենք բոլորս կարծում եմ բոլոր նորմալ ադեկվատ մարդիկ հիմա Հայաստանում։ Եթե սարցով, հա, նախ եւ առաջ բարի վերադարձ երևի քեզ, քանի որ դու ես մեր կողմից բոլորին դեմում նժար վերադառնում ես դու։ Հա, բայց ասենք որ չենք կասեցրել, ոչ մի կասեցում չկա, ուղղակի երկու պրոյեկտ է աշխատում միաժամանակ, եւ բոլորին դեմը եւ երևի թե ճիշտ կլինի, եթե մենք վերադառնանք այդ ասենք այդ քո նախաբանավոր եղավ, ասենք ես միանամ հա, մի հատ բան ասեմ, քանի որ ինչի են ուզում, որ մենք մոռանանք նախ եւ առաջ, հա, այդ ամեն ինչը, քանի որ իրանք հենց մասնակից են այսօրվա օրվա ցեղասպանության կատարված 23 թվականի արցախցիների սպիտակ ցեղասպանության, իհարկե, եւ իրանք հանցակից են, իրանք մասնակից են այդ գործառույթների եւ իհարկե շատ կուզենան թաքցնել այդ ամեն ինչը որ մոռացի իրանց ասելով եկեք ամեն ինչը մոռանանք եւ վաղվանից սկսենք ասենց այդ Նիկոլը չէր որ ինքը 5000 երեխայի ոնց որ ասում են ոչինչի համար է իրանց ասած տարան զոհեցին բայց սա պետք է մոռանալ տենց բան չի եղել մի կողմից ես ասում ենք համերաշխ ապրել լավ բայց կներես այստեղ մի բան եմ շատ ուզում ավելացնել 44 օրյա պատերազմից հետո այդ ռիպորտի չհրապարակումը նաև հենց դա է պատճառներից մեկը որովհետև այստեղ երևալու էր իրանց հանցակցությունը արցախցիների նկատմամբ սա ոչ լեգիտիմ էր դարձնելու իրենք իրավունք չէին ունենալու մասնակցելու ոչ բարոյական ոչ իրավական տեսակետից իրանք ընտրություններին անգամ հայտ ներկայացնելու իրավունք չէին ունենալու այս ամեն ինչը այս համակցության մեջ է ու սա օրինակ ես հետևում էի միտինգին որ ծնողները հայ հարազատները արել էին ուրեմն այնտեղ ինչն էր հա խոսում են որ պետքա բացահայտվի միանշանակ պետքա բացահայտվի բայց մի հատ բան արդեն բացահայտա հա ամենակարևոր մեղավորը ինքը իր բերանով ասելա որ ինքը կարար կանխել չի կանխել ինքն է ուղարկել թե չէ իրանք ասեն դավաճան ինքը 2019 թվականի այդ Մինսկի խմբի թղթերը թաքցրել է հնարավորություն ա եղել փաստորեն խաղաղ ձևի լուծման մտած, բայց առաջին մեղավորը գիտենք։ Հիմա կարևորը այդ բացահայտվի մեկ էլ ինչի համար, որ մնացած մեղավորներին էլ իմանաս, որ ասենք հիմա չսողոսկեն, չմտնեն պարլամենտ, կանոնավոր պաշտոններ չգրավեն այն դավաճանները, ովքեր որ իրականում դավաճանել են, թե մեր պետությունը, թե մեր ազգը, թե արցախցիներին։ Եվ հիմա ասենք նա ցենց էլ բան կա, լինի ջան, այս ծանր վիճակներում իհարկե
մի հատ շատ կարևոր է, որ ճշտգրտություն մտցնենք այդ մեր եւ բոլորին դեմի հարաբերությունների մեջ ինձ թվում է, քանի որ շատ հարցեր է ծագում, հա։ Նայեք, մենք ընդհանրապես մեր մոտեցումը ոնց եղավ, որ քանի որ մեր պրոյեկտը մեծ է եւ ավելի երկարաժամկետ երևի տևա, քանի որ մենք չենք հասցնում միջև ընտրությունները այդ բոլորին համախմբելու հարցը լուծենք հենց մեր պրոյեկտի շուրջ, մենք ընդունեցինք այդ որոշումը, որ մենք աջակցելու ենք նախ եւ առաջ բոլորին դեմ, հետո իրանց հետ հարցազրույց քննարկումների ընթացքում, հա, մենք եկանք այն եզրակացան, որ քանի որ իրանցը մի մասն է կազմում մերի, մենք պետքա ոչ թե առանձին գնանք, այլ իրար հետ գնանք, որ օգնենք այդ կազմաքանդումը, հա, սկսվի այդ համակարգի, որ հետո կարողանանք ինչ-որ մենք առանձին որպես նժար, եթե միանան, իսկ ինձ թվում է այնտեղ շատ մարդիկ կան, որ կմիանան նժարին, արդեն նժարի հետ միասին մենք արդեն ընդհանուր այդ մեր մոտեցումը, այդ համակարգային համալիր մոտեցումը կարողանանք փոփոխությունների կատարենք մեր պետության մեջ։ Հիմա այստեղ մի հատ հարց կա, որ շատ կարևոր է եւ պետք է մեր հետևորդները եւ ընդհանրապես հասարակությունը իմանա, որ նայեք, ինչ է նպատակը։ Այստեղ մի հատ շատ կարևոր հարց կար, որ բոլորը ներկայացնում են շուտ ծրագրեր, հա, տնտեսական ծրագրերը, արտաքին քաղաքականություն, մենք հենց սկզբից էինք ասում, որպես նժար, որ մենք ունենք իհարկե պատկերացումը, թե արտաքին քաղաքական ոնց որ մենք ունենք, ասենք, շատերը չունեն, սկսած նրանից Նինա ջան, հետ եմ ուզում բան բերենք, որ նայեք, օրինակ արտաքին քաղաքականության հետ կապված դու ծրագիր կարաս ունենաս, երբ որ դու պատկերացում ունես, ինչ է կատարում արտաքին։ Օրինակ 6 ամիս առաջ, երբ որ Նարեկ Կիրակոսյանին ես հարցազրույց էի տալի, ես ասեցի, որ 6 ամսվա մեջ պատերազմ արները Պարսկաստանի հետ, ինքն զարմացա, բա որտեղից գիտեք ինչ բան ասում, դե ասեցի, դե հիմա կարդում ենք, հետազոտում ենք, վերլուծում ենք եւ հասկանում ենք, որ սա լինելու է։ Իսկ այդ ժամանակ ընդհանրապես ոչ մեկ չէր խոսում, թե որ sense բան կան։ Իսկ դրանից է կապված քո արտաքին քաղաքականություն հասկանալուց, դու չես կարա արդեն արտաքին քաղաքականություն 20 տարի առաջ ոնց ա եղել Իրանի, Ամերիկայի կամ Ռուսաստանի, Իրանի դրա հիման վրա արտաքին քաղաքականություն։ Դրա համար դու պետք է կարողանաս ճիշտ հետազոտես, ճիշտ հասկանաս իրավիճակը, ու այդ ըստ իրավիճակի դու պետք է ունենաս իհարկե ռազմավարական մոտեցումներ, իհարկե հետո մարտավարական, պետք է ասենք ամենօրյա ոնց որ մոտեցումներ պատկերացնես։ Եվ դա է կարևոր, որ մենք դրա համար դրա վրա չենք ֆիքսում, որպես նժար, մենք ավելի շատ նախընտրեցինք հենց համակարգային տեխնիկական այն փոփոխությունները կատարենք, որոնք որ անպայման են մեր պետությանը։ Դա sense tendency մենք դրան գալու ենք ու արվելու է։ Եվ երբ որ մենք սկսեցինք ընդհանրապես ոչ մեկ չէր խոսում, հա, այդ համակարգային փոփոխությունը, հիմա բոլորը խոսում են, հասկանում որ այո, ուն իմաստը դրա մեջ է, որտեղ նայեք, փաստորեն դառնում է մենք երկու հատ խնդրեմ ունենք այսօր դրությամբ։ Հայաստանի հայ մարդու խնդրեմը, առաջի խնդրեմը դա Նիկոլ Փաշինյանն է, երկրորդ խնդրեմը դա մեր սահմանադրությունն է, որ թույլ է տալի Նիկոլ Փաշինյաններ դառնան։ Այս է խնդրեմը, սա ուղղակի խնդիրներ են։ Եվ եթե մենք այս խնդիրները չենք լուծում, մենք չենք կարող լավ տնտեսություն ունենանք, խոստանք արտաքին քաղաքականություն, չէ, մենք պետք է ասենց գլուխներս կախ, վիզներս ծուռ ընկնենք, մոռանանք ցեղասպանությունը, մոռանանք այս, մոռանանք Արարատ, ամեն ինչը մոռանանք, այնքան որ Նիկոլը մնա, որ պատերազմ չլինի։ Մեր ընտանիքներն են մոռանանք, մեր երեխեքին, մեր կանանց մոռանանք, վաղը որտեվ կարող ասի, եթե չտաք ձեր ընտանիքները տանենք աղջիկին թրքերի հետ, դե 300,000 թուրք է բերել, դա ասելա չէ, որ բան եք անելու։ Եթե հանկարծ դրանք չթողենք գա, պատերազմ է սկսելու։ Ինչ անենք, ուրեմն պետք է թողենք իր տրամաբանությունից ելնելով, պետք է գան։ Ինչ է լինելու, ուրեմն գալու է ստացի այն իրավիճակը, ինչ ան, երբ որ ինքը խոսք էր տվել, չէ՞ որ 5 միլիոն բնակչություն, մենք արդեն հասկացանք այդ 5 միլիոնը ոնց անել։ 300,000 թուրքը 10 տարի անց կդառնան 5 միլիոն, հայը կմնա 2 միլիոն պակասի։ Հետո 30 տարի հետո ստե կլինեն 10 միլիոն թուրք ու 300,000 հայ արդեն կմնա այդ դեպքում, էլի։ Դες եթե մենք դրան ենք գնում, սրա տրամաբանությունը սրա մեջ է, էսա։ Մենք պետք է հասկանանք, խնդրեմը առաջին, դա Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն ինքը պետք է հեռացի միանշանակ սկսի պատասխան տալ այն հանցագործությունների համար, ինչ որ ինքը արել է այս ընթացքում, այս 8 տարվա ընթացքում, ինքը օր-օրի վրա ավելացրել է իր մեղքերը ու իր հանցագործությունը օրենքի առաջ։ Երկրորդ խնդրեմը սահմանադրությունը։ Հիմա մենք ոնց որոշեցինք, որ մարդիկ հասկանան, հա, որ մենք որոշեցինք, որ մի կողմից մենք պետք է անպայման սատարենք բոլորին դեմին, որտեղ իրանք ոնց որ մասն են մեր
ծրագրի կազմում, հա, որ առանձին գնալը, այո, մենք վստահ ենք, որ մենք շանս ունենք հաղթելու շեմը, բայց մենք պատասխանատվության տեր ենք, որ չենք ուզում ռիսկի դիմենք, որ բա որ հանգարց չստացվի, Քոշյանա ու գնա Նիկոլին։ Դա մենք նախընտրեցինք այն խմբի հետ, այն կուսակցության հետ, ով մեզ ամենամոտիկն էր փաստորեն այդ մոմենտին, ու որ էլի եմ ասում, մեր առաջարկների ոնց որ մի մասն է։ Իսկ մյուս մասը մեր խմբի, հա, որ մնաց որպես նժար, աշխատի հենց ուղիով, որ սկսի ավելի շատ տարածել, աշխատի դրսի հետ, աշխատի համախմբման շուրջ, այդ ամենակարևոր բանն է, մենք դեռևս հույսը չենք կորցրել, որ նժարը կարա այդ առաջարկը դնի սեղանին բոլոր ուժերի, ասենք դա մենք եթերով ենք ասել, դա հիմա էլ փորձում ենք ինչ-որ, հա, ձևի, ինձ թվում է մի շաբաթ 10 օրվա մեջ երևի թե պարզվի, հասկանալի լինի, կարող ենք այդ խոսակցությունները շարունակվելու թե չէ, այդ մոտեցումը կարող է քննարկվի, որ մի ճակատով գնացվի, հա, ընդհանրապես որ բոլորը միանան իրականում, արդեն դառնան ոչ թե բոլորին դեմ ենք, այլ բոլորը իրար հետ դառնան բոլորս Նիկոլին ենք դեմ, այս մոտեցումը մենակ կարևորագույնը դառնա, որ ասենք մեր վարչապետի մի հատ անկախ վարչապետի տեխնացու, դե անունը չտանք, բոլորը երևի գիտեն որն է, այդ ամենաանկախ վարչապետի տեխնացուն, բոլորը հասկանում են, շատ են խոսացել դրա մասին, որովհետև դե իրականում ոչ թե էլի եմ ասում, ինչ-որ սիմպաթիայի մենակ ասենք մտերիմ լինելու, չէ, ոչ թե իրականում դա ազնվորեն անկախության հենց բանա, ու այն թեմանա, որ ասենք նայեք, սաղ կյանքը նույնա ջան, դու իրականում օրենքի ու իրավունք ես պաշտպանել մեր պետության մեջ եւ արևմտյան այդ մոտեցումները, հա, այն ժողովրդավարական պաշտպանողն ես եղել, ջադակովն ես եղել այդ ամեն ինչի եւ դրա համար է։ Հիմա պետքա փորձենք այդ առումով աշխատել, ինձ թվում է դա շատ կարեւոր է լինելու, եթե ստացվի, դա մեզ թույլ տա միանշանակ հեռացնել Նիկոլին եւ այդ դեպքում հնարավոր կլինի եւ սահմանադրական մեծամասնություններ կազմել, հա, որ կարողանանք հետագայում այդ սահմանադրական փոփոխություններ անեն, որը որ ամենակարևորն է։ Նիկոլին հեռացնելուց հետո այդ փոփոխությունները եթե մենք կարեցինք, մենք ճանապարհ կբացենք իրականում այն մարդկանց եւ կուսակցություններին, ովքեր որ իրական ցավում են ու իրական պատրաստ են աշխատեն մեր պետության համար, մեր պետության ապագայի համար։ Հիմա այդ պարագայում էլ էլի խնդրեմ մենք հիմա ունենք, մեկ շաբաթից համարյա թե հա գրեթե 10 օրից մոտարապես այդ Եվրոնեստի գաղտնաժողովն է լինելու, մենք փաստորեն տեղադրել ենք լրատվամիջոցներում եւ մեր նժարի սայթում այդ դիմումը, ես կուզենայի դա էլ որ մենք հասկանանք, պատկերացնենք ինչ է կատարվելու, հա, փաստորեն գալիս են եվրոպական պետության ղեկավարները եւ ոչ մենակ Եվրոմիության, այլ ընդհանուր Եվրոպայից տարբեր պետություններ, ովքեր եւ Եվրոպայի միության անդամ չեն, բայց գալիս են ի աջակցություն փաստորեն, հեր։ Նայեք, էլի ինչ է ստացվում։ Եվրոպան փող է տալիս, ասում է գիբրիդային պատերազմ անում Ռուսաստանը, այդ խեշ Ռուսաստանը մի հատ այդ Պուտինն էր, որ ասեց պրո-ռուսական ինչ-որ լավ չեմ հիշում, բայց իմաստն է ինչ-որ sense, կեղտոտ մի քանի հատ կան է Սալավիով, Մալավիով, դրանց բան չեմ ասում, բերանը բացվեց զիբիլա թաղում դրանց բերանից, դրանց մասին չի խոսքը։ Բայց ասենք այն մարդը մի հատ բաներ ասե, սարքել են ինձ թե մի հատ էսի միշ, ախպերս, այս մարդիկ համ փող են տալի, համ գալիս են հատուկ ընտրությունից առաջ ստեղ են հավաքվում, որ ասեն ի աջակցություն Փաշինյանին, որ մենակ այն մի մարդը, ասենք էլի եմ ասում, ծուռ վազով գլուխը կախ, տիպարը չեմ ուզում շարունակեմ, այդ մարդը մնա, որը որ մեր ազգը փաստորեն ատում է այս մարդուն, հասկանու՞մ, իսկ իրանք ուզում են որ այս մարդը մնա։ Այն դեպքում երբ որ Հունգարիայում իրանք նույն ձևի մի հատ տիպար ունեին, որը որ իրանք ձեռ չէր տալի, բայց նույն բաներն էր անում իր ժողովրդին, ինչ որ Փաշինյանը ստե մեր հանդեպ անում։ Նրան ամեն ինչ արեցին որ գնա։ Այդ երկակի այդ ստանդարտները, այս է, դրա համար մենք այդ մեր բանի մեջ ես խնդրեի մեր դիտորդներին ընդհանրապես ով լսում է այս մեր հաղորդումը, որ մի հատ կարդան իրականում եւ տարածեն, շատ կարեւոր է տարածվի այդ մեր դիմումը, հա, այդ Եվրոմիության դիմումնա պետությունների ղեկավարներին ենք մենք դիմել, հենց ուղղակի իրանց ենք դիմել, իրանց դեսպանատանների միջոցով այդ նամակով մենք դիմել ենք, որ գիտեք ոնց այդ դիման մեջ ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի, եթե ծանոթանան, ինչքան շատ մարդ ծանոթանա, որովհետև այնտեղ մեր խնդրանքը ի՞նչն է։ Մենք ասում ենք, մենք այն ժողովուրդ ենք, որ մենք ուզում ենք խաղաղություն։ Մենք պատերազմ չենք ուզում։
Մենք բայց ուզում ենք իշխան լինենք։ Մեզ պետք չի որ ոչ դուք մասնակցեք, ոչ ռուսը մասնակցի, ոչ էլ J.D. Vance-ը գա ասի, մենք ուզում ենք J.D. Vance-ը այնա գնաց Հունգարիայում ասեց, Փարքաստու, անդե թռավ այդ մեկը։ Հույսով եմ դրա ասածով այս մեկը կթռնի ստեից։ Ես վստահ եմ, ոչ թե հույսով եմ, այլ վստահ եմ, որ էս էլ կթռնի։ Դրա համար ստեր գիտես ոնց է երկակի ստանդարտներն է, որ ամենաանդուլն է իրականում մեր կյանքում։ Եվ այս թեման եթե ինչ-որ ավելացնելու բան ես կուզենայի շատ կարևոր մի բան ասել, այսպիսի վարքագծով եւ մենք շատ երկար ժամանակ, երկար տարիներ աշխատել ենք մեր հասարակությանը բացատրելու համար, ինչու է արևմտյան արժեքները կարևոր են, որովհետեւ մարդու իրավունքներ, որտեղ արդարադատության համակարգ, որովհետեւ ժողովրդավարություն, որտեղ կան կայացած ինստիտուտներ, ու մենք ինչ որ իմաստով կարողացել ենք բացատրել մեր հասարակության, ինչու է կարևոր այդ համակարգերի, ընդհանուր համակարգերի գոյությունը, ու մեր հասարակությունը շատ տոլերանտ էր, այսպես շատ բաց էր արևմտյան արժեքների հետ կապված։ Բայց ինչ որ տեղի ունեցավ Արցախի հետ, ինչ որ տեղի ունենում հիմա, երբ որ հասարակությանը կերակրում են եւ հասարակությունը տեսնում է, որ դուք սատարում եք մի մարդու, որը ոչ ժողովրդավար է, որը խորապես թքած ունի մարդու իրավունքների վրա, որը քաղաքական հետապնդումների տիեզերական մասշտաբի, չգիտեմ ինչ որ բան ունի, հա, տենց մանիա ունի, որը իր քաղաքական ապանյենտների նկատմամբ այնպիսի գործողություններ է իրականացնում, անգամ ոչ իր քաղաքական ապանյենտների, անգամ հայ առաքելական եկեղեցու հետևորդների նկատմամբ հնարավոր չէ էլի պատկերացնել։ Եթե դա նորմալ է, ասում եմ, սա կենսաբանական մոտեցում է։ Եթե մարդ միշտ մտածում է իր փորի մասին, իսկ այդ մեկը իր փորը, то есть արյունը գնում է փորին, գլխին չի ասում, դրա համար ընդ չի աշխատում այդ անտերը, որ կարողանա մտածի այս ժողովրդի, դրա փորի ով մտածում, մարդ ասա, որտե հարց ընդ է կաց։ Հա, ու մեր հասարակության մեջ շատ խիստ բացասական վերաբերմունք է ձևավորվում այս իմաստով, ու սա շատ ցավալի է, որովհետև ստացվում է, որ այն որ դու ասում ես երկար տարիներ աշխատել ես այս ուղղությամբ, մենք շատերն են այս ուղղությամբ աշխատել, որ մեր հասարակությանը բացատրենք, ինչու են պետք առողջ համակարգեր, կայացած ինստիտուտներ։ Դուք հիմա ապացուցում եք ձեր վարքագծով, ձեր նախընտրությունով, ձեր սիմպաթիաներն ու սերտիկները Նիկոլ Փաշինյանի հետ անելով, դուք ցույց եք տալու, որ ձեզ համար ինչ որ մի դիկտատոր, կիսա դիկտատոր շատ ավելի կարևոր է, քան մի ամբողջ ժողովուրդ, որը ձգտում է դեպի ժողովրդավարություն։ Շատ ճիշտ է, բայց գիտես ոնց են ովքեր որ անում են այդ սերտիկները իր կողքը, որ ես իրանց չեմ էլ բանանում էլի, ասենք իրանք նա մեղքի զգացում են առաջացնում իրականում։ Դու իր թիմակիցների մասին ես։ Չէ, ես արևմտյան որոշ առաջնորդների մասին եմ ասում, որը խստորեն դատապարտելի է, սա չի կարելի։ Դուք գիտեք Նիկոլ Փաշինյանները ցանկացած ղեկավար, ինքը ժամանակավոր է։ Անկամ եթե չգիտեմ 10-15-20 ցմահ եթե մնում, ինքը ժամանակավոր է։ Մեր ժողովրդների մեջ չի կարող լինել այդ վերաբերմունքը, էլի։ Մի ամբողջ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ժողովրդի առաջի քրիստոնյա ժողովրդի նկատմամբ այս պայմաններում այս իրավիճակում այսպիսի վերաբերմունքը, գիտեք, չի կարելի այսպիսի բաներ անել։ Մենք երկար տարիներ աշխատել ենք այս ուղղությամբ, դուք սատարելով նրան ու նրան սպասարկող սազանդարներին ու պրոպագանդիստներին իրան հարակից անձանց, դուք բերում եք մի վիճակի, երբ որ արևմուտքը այլևս ցանկալի չի դառնում։ Ու սա մեծ խնդիր է, որովհետև դուք դրդում եք, ես չգիտեմ, Հայաստանին դեպի ուր են դրդում։ Իրանք ինձ թվում է չեն հասկանում, իրանք մեկ է։ Իրականում ես եկել եմ այս եզրակացության, իրանք արդեն մեկ է։ Հիմա իրանք կուզենան դե Թուրքիայի տակ մենք անենք, քանի որ Թուրքիային էլ են ինչ-որ sense խաղացնում, Թուրքիայի իրավիճակն էլ նես չի որ նորմալ է, հիմա դե լսեք ասում։ Հա, անհասկանալի իրավիճակներ ա լինելու, լավ իմացեք, քանի որ ընդ շատ բաներ կարա փոփոխվի մոտակա ժամանակ շատ մոտակա եւ դրա համար ասենք իրանց համար մեկ է իրանց տնտեսական շատ մեծ խնդիրներ ունեն ահռելի մեծ խնդիրներ ունեն իրանք հələ որ ծակուցուկերը փակում են բայց իրականում այնտեղ մեծ խնդիրներ կա եւ դրա համար ենք մենք խնդրում իրանց Ոստեղ խնդրում ենք իրականում եկեք դուք մի քաշքշեք մեզ կամ այս կողմ կամ այն կողմ թողեք մենք մեր ներսում խնդիրները լուծենք որ մենք կարողանանք կայացած ժողովրդավարություն դառնանք Եղբայր ջան, իսկ եթե մենք կայացած եղան, մենք կորոշենք, հա, ում հետա ոնց պետք, ինչա պետք, մենք վստահ ենք, դուք էլ վստահ կարողան եք, որ այո, մենք արևմտյան մեծ ժողովուրդ ենք, արևմտյան քաղաքակրթություն ենք։ Մենք արևմտյան քաղաքակրթություն ենք, այնտեղ ենք ձգտում։ Սակայն մի քաշեք մեզ, երբ որ դուք կրակի մեջ եք, թողեք մենք մեր կրակի մեջ հիմա հանգցնենք մեր ներսի կրակը։ Մի կրակից չդուրս եկած մեզ ուզում են քաշեն մատ ուրիշ կրակի մեջ գցեն։ Էս է խնդրեմը։ Մեր խնդրանքը դա թողեք հանգիստ մենք նատ կարողանանք մեր ներսում մեր իրավիճակեն շտկենք, որ ասում են որ հանգիստ վիճակում, հանդարտ վիճակում մեր ժողովուրդը կարողանա ճիշտ որոշումներ ընդունի։ Սա էր պատճառը, որ մենք առաջարկել ենք մորատորի
բոլոր այսպես նախասիրությունների, հա, տեղաշարժերի հետ կապված դեպի որ ուղղություն են գնում, որտեղ սա շատ կարևոր է։ Մեզ կարճ ժամանակ, հանդարտ ժամանակ է պետք, որ մենք կարողանանք առանց ցնցումների այս կողմեն կողմ ընկնելու, առանց տնտեսությունը քայքայելու, կարողանանք ներսում անենք փոփոխություններ, որոնք մեզ կտան ժողովրդավարություն, համակարգերի ինստիտուտների կայացում, ու ելի մեծ թվով գործիքակազմ կտա, որտեղ ձեզ համար էլ խնդիր չի լինելու մեզ ընդունելը այդ տրամաբանության մեջ։ Դա բանկան, ինձ կուզեմ այս խոսքի վրա մեկ էլ դիմեմ այն բոլոր ուժերի ղեկավարներին, ովքեր որ մասնակցություն են այսօր։ Դե պարզա, բացի Նիկոլից ու իր ասազանդարներից, այդ Գուրգեն Սիմոնյաններ բաներ, ու մեկ էլ ոնց են Բաբաջանյաններ, Շիրինյաններ էլի, այդ շարքը բացի նրանցից, բոլոր ուժերին, էլի եմ ասում, բոլորը թող մտածեն մի բան, հա, ես հասկանում եմ, որ շատերը գիտեն, վստահ են իրանց ուժերի վրա, որ իրանք կարան ուժեղ պետություն սարքեն, բայց իմացեք, այս ուժեղ պետության սահմանադրությունը, որը որ թույլ է տալի մի մարդու լինել այսպես ուժեղ, սա մեր նույն ձևի ձեր երեխեքի դեմը կարա դուրս գա։ Եթե հանգարցակի մեկը նորից էլի սողա ու մտնի որպես պետության ղեկավար դառնա, այս ամեն ինչը ըլնի իր ձեռքում, վաղը ձեր բոլորի երեխեքը կարան տուժեն դրա պատճառով։ Որտեվ եթե սա մեր տունն է, մենք իրար հետ ենք ուզում ապրենք, որ մեր երեխեքը իրար հետ ապրեն, մենք պետք է այնց ինստիտուտներ ստեղծենք, որ մարդուց կախված չլինի, այս ամենակարևորը, լավ մարդ լինի, վատ մարդ լինի, այդ ինստիտուտները պետք է ճիշտ աշխատեն, այս է մեր առաջարկը։ Ու սա միակ տրամաբանական առաջարկն է դաշտում իրականում։ Եվ դրա համար մենք պետք է գանք դրան, մենք միևնույնն է հասնելու ենք, ես վստահ եմ, որտեղ Հայաստանը թե այդ մշակույթը, հա, մեր հայ ժողովուրդը այդ մշակույթը ունի եւ արդեն այդքան տարիներ, այդքան տանջանքներ, այդքան արհավիրքներով անցած, ես վստահ եմ, որ Աստված մեր հետ է, մեզ օգնել է, մենք կարողանալու ենք այդ հասնենք այն նպատակին, որ ունենանք ուժեղ Հայաստան, բայց այդ ուժեղ Հայաստանը պետք է լինի անվտանգ եւ լավ հարաբերությունների մեջ իր հարևանների հետ։ Հիմա Նինա ջան, ավարտելով այս թեման, մի հատ բան ուզում, որ մի հատ քննարկեինք, երևի թե մոտիկանում ենք ավարտին, մի հատ sense կարևոր բան կա, մեզ վերջերս այդ հարցը ես տամ քեզ, քանի որ Ինձ դեռ հարց չէին տվել գնաց։ Հա, բոլորին դեպքում ներսը դու ավելի շատ ես, հա, ոնց որ շփվում, այս ցուցակները հանձնելու ժամանակ, հա, այնտեղ հարցեր առաջացան, սկսեցին գրել, որ ՔԲ-ի հետ պատրաստ են համագործակցել։ Ես գիտեմ պատասխանը իհարկե, բայց ես կուզենայի մի հատ էլ դու ներկայացնեիր, որ այդ արտահայտությունը ոչ թե պատրաստ եք համագործակցելու, այլ ինչքան ես եմ հասկանում, դուք փաստորեն այդ ուլտիմատում ասածն եք ներկայացնում։ Դուք ուլտիմատումով եք գնում փաստորեն։ Ճիշտ է։ Ընտրության։ Մենք հայտարարել ենք, բոլորին դեմ եմ, ի սկզբանե, անգամ միջև մեր միանալը այնտեղ, շատ հստակ ծրագիր է կազմել, որը կազմված է 3 կետից։ Ինչու 3 կետից, որովհետև դա այն կետերն են, որի շուրջ կարելի է գալ համաձայնության, անկախ նրանից, թե դու ինչ այսպես նախասիրություններ ունես, ուղղվածություններ տարբեր, հա, դա էր պատճառը, որ շատ Ինչ արտաքին քաղաքականությունը, ինչ տնտեսական ծրագիր ունես։ Բացարձակական չի, ու սա այն 3 կետերն են, որոնք հատկապես փոքր թիմերին թույլ են տալու գալ դաշտ գալ ու առողջ սերնդափոխություն լինի։ Այս 3 կետերի շուրջ կա եւս մեկ պայման, դա վարչապետի բոլորին դեմեմի թեկնածուն լինելու, որը Ինչի՞ է օրինակ այդ պայմանը կարևոր։ Սա շատ կարևոր է, մենք պիտի վստահ լինենք, որ որևէ մեկը չի գալու վերարտադրվել, այսինքն մենք չի խափի ձեզ, ասենք ասի, հա, ձեր կետերը ընդունում եմ, բայց մեր վարչապետը լինի, կգա իր վարչապետին կդնի ու ձեզ կասի կներեք Ժողովուրդ ջան, ոնց որ սա արեց, հա, ասեց 21-ին բերեց մի հատ ծրագիր, ասեց, էս ալնելու ծրագիրը, նույն ձևի գա, հետո ասի, այս կասությունը լավն է, ես եմ հիմա հա, կներեք, ձեզ բարի ճանապարհ։ Մենք մի հատ 18 թվին ենք այտենց խափնվել, երբ որ մեկը եկավ ու մենք իրան վստահեցինք, ինքը ասեց, ով ինչ ասել է, Ժորժան, սախ կանեմ, լուստրացիա եք ուզում կանեմ, վեցինգ եք ուզում կանեմ, կոպեկ առ կոպեկ, մուկիկ առ ձուկիկ, ինչ ասեց չպատմեց տեղ, բոլորս վստահեցինք, ենթադրելով ու հատկապես այն պատճառը, որ իր թիմում կային մարդիկ, ում հետ մենք աշխատել ենք երկար տարիներ, դու մտքով կանցներ, որ սենց ժողովրդական լեզվով կգցեին սախից, այն էլ էս կարգի կգցեին, էլ ոչ մեկի ափաշքյարը իրանց հասկանալի լեզվով ասել։ Ու սա պատճառը, որ մենք ուզում ենք, որ վարչապետի մեր տեխնացուն լինի այնպիսի մարդ, որին մենք կվստահենք, ու սա լինելու է հենց ուլտիմատում, շատ ճիշտ բան էր, հա, վերջնագիր եւ ուլտիմատում։ Երբ որ մենք ընտրվենք գանք պարլամենտ, թեկուզ մեր 4%-ով, թեկուզ մարդիկ այսօր նշել են, որ 5-ից 7% այն շատ հաճելի էր իհարկե դա լսելը։ Բայց ես վստահ եմ դու կարող ես 20% էլ հավաքել։ Շատ հնարավոր է, որովհետև սա այն սև կարապի տրամաբանության մեջ կարա աշխատի, որովհետև մեզ ձայն են տալու եւ մենք որևէ մեկի ձայնը չենք փախցնում, ես ուզում եմ հատուկ ընդդիմադիրների համար ասեմ, մենք որևէ մեկի ձայնը չենք
փախցնում, մեզ համար քվեարկելու են նրանք, ովքեր երբեք չեն մասնակցել ընտրություններին, սա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ, ովքեր երբեք չեն մասնակցել ընտրություններին, որտեղ հոգնել են բոլորից, իրանք գալու են մասնակցելու ընտրություններին։ Ով բոլորին դեմ է։ Ով բոլորին փաստացի դեմ է։ Եվ պայմանը հետևյալն է, եթե մենք անցնում ենք պարլամենտ եւ մեր ձայներից է կախված լինելու ինչ որ մի թիմի լինելը, այսինքն իշխանություն լինելը, թե չէ, մենք շատ հստակ պայման ունենք, ուլտիմատում, այո, ուլտիմատում, դա շատ կարևոր է հասկանալ։ Իրաք կարանալ բայց իշխանություն դառնալ։ Իրանք իշխանություն են դառնալու մեզ հետ միասին, բայց վարչապետը լինելու է մերը եւ մի պայմանով, այս 3 կետերը պետք է իրականացվի։ Ասելա թե որևէ մեկին մենք չենք աջակցում իշխանություն դառնալու։ Բոլորը միավորվում են այդ գաղափարի, այդ պարզ տրամաբանական գաղափարի շուրջ եւ մեր վարչապետը կազմակերպում է 100 օր հետո, այսինքն փոփոխություններ իրականացնում են, իրանք օգնում են մեզ իրական։ Արա տենց բան, օրինակ ընտրվի ձեր վարչապետը, հետո մի ամիս հետո եթե իրանք ինչ որ իրար մեջ պայմանոն վարչապետին հանեն չհասցնեք դուք ու իրաց վարչապետին դնեն սենց հնարավորություններ կա։ Չեմ կարծում, որ այդպիսի հնարավորություն կա, որովհետև մեր թիմը այնպիսի մենք քվեարկելուց էլ այնպիսի մարդկանց ենք քվեարկել եւ առաջի տասնյակը մեր եւ առհասարակ ավելի մեծ իմաստով ցուցակը շատ վստահելի է, մենք նախատեսել ենք նաեւ դա, որ մանդատները վայր ենք դնելու ինչ որ этаպում, այսինքն այս բոլոր կետերը արվելու է այդ 100 օրից հետո կուսակցությունը ինքնալուծարվելու է, վարչապետը դու չէ, ասեմ որ դու կուսակցական ես այնտեղ որպես։ Չէ, ես կուսակցական չեմ եւ հա, պիտի ասեմ, որ 0-ին մոտիկ է հավանականությունը, որ կհամաձայնեն վարչապետի տեխնացու լինելու, որովհետեւ կարծում եմ, որ ես ոստահ եմ, որտեղ մենք ենք պայմանները, որ դու չես դառնալու վարչապետ, ինչի, որտեղ եթե ընդ իրանց բանով դու 10 տարի հետո իրան չունես, բա մեր գործը։ Հիմա շատերը տենց կասկածով են վերաբերվում հնարավորություն կլինի հաղթահարել այդ շեմը թե չէ, բայց մենակ այն փաստը, որ շատերը հրաժարվում են վարչապետի տեխնացու լինելու, նշանակում է, որ բոլորս էլ հասկանում ենք, որ դա շատ մեծ հավանականություն ունի։ Չէ, ավել ասեմ, այն մարդիկ, ովքեր որ սկսել են համեմատել, որ Նիկոլա Կանեն ինչ որ ԿՊ-ի հետ կապ ունի բոլորին դեմը, այդ նշանակում է, որ իրանք իսկական են, որովհետև ոչ մեկին այնտեղ եթե եկալ եք բանը, հա, ասենք ովքեր որ իրականում գլխավոր, հա, այդ 30-ը առաջի 30-ը քանի հոգի մարդ են, հա, ասենք մեկին ասենք չի կարելի գտնել, որ իր անցած կյանքում մի հատ ինչ-որ բիծ գտնվի, հա, то есть կենսագրությունները մաքուր մարդիկ են հալա հակառակ ընդ ձեր մեջ շատ մարդիկ կան, ասենք, որ անենց կենսագրություններ, ես օրինակ շատ կուզենայի չստացեց, խնդրել էի քեզ իհարկե անցած անգամ Հոսեփներ Ղազարյան, չէ, որ մի մարդ մենակ որ իր կյանքում այդ կարճ ժամանակվա ընթացքում կարացել է պատերազմի հաստատի քաղաքականության մեջ լինի, բիզնես ունենա, ընտանիք ունենա, բալիկ ունենա, դրա հետ միասին միակ մարդն է եղել, փաստորեն որ 10 տան կա խփել ասում։ Ես չգիտեմ ինչքանով ճիշտ է, Ես էլ եմ կարդացել, հա, բայց անհարմար եմ զգացել։ Բայց չէ, շատ կարևոր է, որ այսպես մարդիկ են այնտեղ, հասկանում ես։ Այս մարդիկ պատրաստ են իրանց կյանքը տան պետության համար, ես այդ մարդուն չհավատալը անհնար է։ Հասկանում ես, ի տարբերություն շատ տարբեր մարդկանց, ովքեր որ հիմա գրում են Նիկոլանց հետ, դե պարզ է, այն մարդիկ ովքեր մեզ են ճանաչում, նրանք գիտեն, որ դա անհնարին բան է։ Իսկ մենք էլ փորձ ունենք եւ իմաստություն ունենք, որ մենք չենք կարողանա խափնված լինենք այդ Վերադառնալով այս հարցին ինչքանով է հնարավոր ինչ որ իրավիճակներ, ամեն ինչ հնարավոր է։ Կանխատեսել ենք մենք դա կանխարգելելու տարբեր միջոցներ, հա կանխատեսել ենք, իհարկե կանխատեսել ենք, որովհետև այն գործիքակազմը, որ օգտագործում է հիմա Նիկոլը, սկսած մարդկանց վրա ճնշումների, ընտանիքի անդամների, հարազատների հետ կապված ճնշումների, չգիտեմ, տենց մատ թափ տալով ինչ որ խնդիրներ առաջացնելով, որոշ մարդիկ քրեակատարողական հիմնարկում են ամիսներով անցկացում։ Ոչ մի զարմանալու բան չկա, իհարկե լինելու է փորձեր, բայց մենք ունենք պրոյեկտներ, թե ոնց պիտի դա կանխարգելենք, իհարկե ունենք, բացահայտել ենք, իհարկե չենք բացահայտելու, որովհետև դա էլ մեր ֆիշկեքն է, թե մենք ինչ ենք անելու։ Մի մասը ընթացս գուցե ըստ անհրաժեշտության ինչ որ բաներ խոսվի, բայց մեծ մասը իհարկե չի հրապարակվելու։ Այնպես որ սա շատ հետաքրքիր պրոյեկտ է ստացվելու, որովհետև այս միակ տեղն է, որտեղ սերունդների համերաշխության հարցը կա, շատ մեծ համերաշխություն կա, եւ գիտակցություն կա, եւ կամք կա, ցանկություն կա համակարգային փոփոխություններ, ոչ թե իշխանության գալու, որտեղ մարդիկ կան, որոնք այնքան մեծ ցանկություն ունեին, օրինակ, չգիտեմ, օրինակ վարչապետի տեխնացու լինելու, տենց մոլուցկով են ապրում, մարդիկ կան, որ պրոստը մանդատի համար են, այն որ ասում ենք պայքարում ենք մանդատի համար մնացածը, բայց որ լսես տենց ճառեր են ասում, այս մարդիկ
միակ մարդիկ են, ովքեր ասում են, որ մենք գալիս ենք 100 օրով, ընդհանրապես 3 փոփոխություն անելով, որպեսզի կարողանալ համագարկը այս սիստեման, այն մատրիցան, որը ստեղծվել է, որտեղ մենակ հարուստները ու շատ հարուստները ու մենակ իշխանություն ունեցողները կարան գան պարլամենտ մտնեն, այս մատրիցան պետքա կոտրել։ Նա փոքր բան ուներ, որ գողանում երկաթգծի շպալեկը չի, բանը բոլտերն է քանդում, որ հետո դրա պատճառով բանանում, ասենք հիմա այդ բոլտը քանդելն է, այդ երկաթուղու բոլտը քանդելն է, որ մենք էլ կարողանանք ջարդենք նոր երկաթուղի սարքենք դրա տեղը։ Նինջան մի հատ էլ այսպես բան էլի ի վերջնական էլի, որ տպավորվի բոլորի մոտ։ Փաստորեն այս ծրագիրը, որ ասում եք 100 օրական, ինձ թվում է ավելի ճիշտ է, եթե դուք ասեք, որ սա դուք վերջնագրով եք գալի, ուլտիմատումով եք գալի։ Իրականում սա է ձեր ծրագիրը։ Եվ սա պետք է հասկանան, այո, ուլտիմատում է։ Իրանք չեն սկսելու, սենց ասած, հա, ինչ-որ սակարկումների մասնակցել, բան անելու։ Իրանք ուղղակի ասում են, եթե մենք ունենանք մեր տոկոսը եւ մեր տոկոսից կախված լինի ապագա վարչապետության, հա, այդ իշխանության ձևավորման, իրանք վերջնագիրը հենց սկզբից դրել են։ Ու այդ վերջնագիրը ընդունվել է փաստորեն այն բոլորի կողմից, ովքեր որ բոլորին դեմ են։ Հա։ Ու հնարավոր չի լինելու այն քաղաքական բանակցություններ, չի լինելու։ Կոնսուլտացիան մի հարցի շուրջ է լինելու։ Մեր վարչապետի տեխնացուն, մեր պրոյեկտը 100 օր հետո կոնսուլտացիա չի, պայման է, վերջնագիր։ Ասում եմ չի լինելու, չի լինելու։ Կոնսուլտացիա չի լինելու, որտեղ այս խոսակցությունը դրա մասին է լինելու։ Սպարտակը, երբ որ ասեց, որ համագործակցություն կա, չի կարող լինի համագործակցություն, սա վերջնագիր է, սա ուլտիմատում է, եւ իրանք կամ համաձայնում են, կամ ետում են երկրորդ փուլ։ Էդ էլ ասել իրանք։ Իրանք ներքին արդեն, որտեղ դուք վերջնագրով եք, ձեր ծրագիրը վերջնագիր է։ Եվ դուք ձեր ուլտիմատումով այս մարդկանց չեք խաբել, ասում եք, էս է լինելու մեր ուլտիմատումը, եթե դուք բոլորին դեմ եք, քվեարկեք մեզ, մենք այդ վերջնագիրը կդնենք բոլորի դեմ։ Ու սկսենք կազմաքանդել այդ համակարգը, որ հետո նժարը գա, կարգին համակարգ ստեղծի։ Տենց էլ պայմանավորվեց։ Դե ինչ, բոլորին ծով համբերություն, դժվար ժամանակներ են, հետաքրքիր ժամանակներ են, ամենակարևոր բանը, որ մեծ թվով երիտասարդը զուտ սերնդային տարբերության համար եմ ասում, ուրիշ մտքով չանցնի ոչ մեկի, սերնդափոխություն է տեղի ունենում, մեծ թվով մարդիկ արթնացել են, շատերը կան, որ արդեն հասկանում են, որ այլևս այսպես ապրել չի կարելի, շատերն են հասկանում, որ համակարգային փոփոխության կարիք ու անհրաժեշտություն կա, ու սա երևի թե առաջի քայլն է, ուրիշ ողջամիտ այլ առաջարկ բացի այն ինչ որ հիմա արվել է, գուցե մեկ եւս քայլ կա, որը հնարավոր կլինի բանակցել, բանակցությունների շատ ակտիվ աշխատում է, բոլորը պետք է իմանան, որ մենք մի քանի ճակատով ենք փորձում աշխատել, առավելագույնը բերելու համար, որևէ մեկս չի մոլուցքով չի տառապում ոչ պաշտոնի, ոչ մանդատ ունենալու, ոչ էլ, չգիտեմ, ինչ-որ տարբեր այլ թեմաների շուրջ, եւ նպատակը մեկն է փոխել Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը այնպես, որ դուք բացի նրանից, որ անվտանգ զգաք ձեզ, ազատ զգաք ձեզ, երջանիկ զգաք ձեզ եւ վստահ լինեք ու չամանչեք, որ դուք հայաստանության քաղաքացի եք, չնայած ես պալուբոմը չեմ ամանչում, դժվարությունները ասում եմ մարդու համար է, կասեին գյումրեցիները, այնպես որ ծով համբերություն, ուժ ու եւ հաղթանակներ իհարկե։ Շնորհակալ եմ։